Գիրք Եզեկիել, գլուխ 27. Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Եվ դու մարդի որդի, Տիրոսի վրա ողջ բարձրացրու, եւ ասիր Տիրոսին. ով ծովի մուտքերում բնակող, որ վաճառականություն ես անում ազգերի հետ շատ կղզիների վրա, այսպես է ասում Տեր Եհովան. ով Տիրոս, դու ասացիր, ես գեղեցկության կատարելությունն եմ, ծովի սրտումն են քո սահմանները, քեզ շինողները կատարելագործեցին քո գեղեցկությունը, Սանիրի մայրից շինեցին բոլոր լանջքերը քեզ համար, Լիբանանի եղևին առան քեզ վրա կայմ շինելու, քո տիակները Բասանի կաղնիներից շինեցին, քո նստարանները շինեցին փղոսկրից, պատեցին գիտացիների կղզիներից եկած տոսախով, Եգիպտոսից բերած նկարագործ բեհեզից էր քո առագաստը, որ քեզ համար դրոշ լիներ, կապուտակ և ծիրանեգույն էր քո ծածկոցը Եղիսեի կղզիիցը բերված, Սիդոնի և Արոադի բնակիչները թիավարներդ էին, քո իմաստունները, ով Տիրոս, որ քեզանում կային, քո նավավարներն էին, Գեբաղի ծերերը և նրա իմաստունները, որ քեզանում կային, ծակոտվածքդ պնդացնողներն էին, ծովի բոլոր նավերը և նրանց նավաստիները քեզանում էին քո ապրանքները առուտուրի դնելու, պարսիկներ, խուդացիկ և փութացիկ քո զորքի մեջ էին, իբրև քո պատերազմական մարդիկը, վահան և սաղավարտ կախող էին, նրանք քեզ փառավորություն տվին, արուադացիկ և քո զորքը քո պարիսպների վրա էին շուրջանակի, և քաջասիրտներն էին քո աշտարակների վրա, նրանք իրանց վահանները կախում էին քո պարիսպների վրա շուրջանակի, նրանք կատարելագործեցին քո գեղեցկությունը, Թարսիսը քո վաճառականներն էր ամեն տեսակ ապրանքի շատությունիցը, արծաթով, երկաթով, անագով և կապարով անում էին քո առուտուրը, Հավանը, Թոբելը և Մոսոքը քո վաճառականներն էին, նրանք քեզ հետ մարդկանց հոգիների և պղնձի անոթների առուտուր էին անում, Թորգոմայի տունից ձիեր և ձիավորներ և ջորիներ էին բերում քեզ մոտ իբրև առուտուրի ապրանք, Դեդանի որդիքը քո վաճառականներն էին, շատ կղզիներ իբրև վաճառահանության տեղեր ձեռքիդ էին, փղոսկրյա եղջյուրներ և ոպնյաց փայտ էին ետ դարձնում քեզ իբրև փոխանակություն, Ասորիկ քո վաճառականներն էին, քո ձեռագործների շատության համար, կարկեհանով, ծիրանեգույնով, նկարագործներով, բեհեզով, բուստերով և կարմիր հակինթով անում էին քո առուտուրը, Հուդան և Իսրայելի երկիրը քո վաճառականներն էին, Մենիթի ցորենով, խմորեղենով, մեղրով, յուղով և բալասանով անում էին քո վաճառականությունը, Դամասկոսը քո վաճառականն էր, ձեռագործներից շատության ամեն տեսակ ապրանքի շատության համար, Քեղբոնի գինիով և սպիտակ բուրդով, Վեդանը և Հավանը Ուզալից բերում էին քո ապրանքները, շինած երկաթեղեն, կայսիա և խնկեղեգն էր լինում քո փոխանակությունը, Դեդանը քո վաճառականն էր կարգի պաստառակալներով, Արաբացիկ և Կեդարի բոլոր իշխանները քո պատրաստ վաճառականներն էին, գառներով, խոյերով և նոխազներով էին առևտուր անում քեզ հետ, Սաբայի և Ռեգմայի վաճառականները քո վաճառականներն էին, ամեն տեսակ գլխավոր բուրմունքներով և ամեն տեսակ պատվական քարերով և ոսկով անում էին քո առուտուրը, Խարանը, Քաննեն և Եդեմը, Սաբայի վաճառականները, Ասորեստանն ու Քաղմադը քո վաճառականներն էին, նրանք քեզ հետ վաճառականություն էին անում շքեղ հանդերձներով, կապուտակ ու նկարագործ վերարկուներով, մանածների կուտակներով, հյուսված չվաններով և եղևնափայտյա սնտուկներով քո վաճառանոցներում, Թարսիսի նավերը քո կարավաններն էին քո վաճառքների համար, և դու լցվեցար և շատ փառավորվեցար ծովի միջումը, շատ ջրերով տարան քեզ քո թիավարները, արևելյան քամին քեզ կոտրեց ծովի միջումը, քո ապրանքներն ու վաճառքները, քո առուտուրը, քո նավաստիներն ու նավավարները, քո ծակոտվածքը պնդացնողները և քեզ հետ առուտուր անողները և քեզանում լինող քո բոլոր պատերազմի մարդիկը և քո բոլոր բազմության հետ, որ քեզանում է, պիտի ընկնեն ծովի մեջը քո անկման օրը, քո նավավարների աղաղակի ձայնիցը պիտի դողան արվարձանները, և պիտի իջնեն իրանց նավերիցը բոլոր թիավարները, նավաստիները, ամեն նավավարները ծովի մեջ, և կանգնեն երկրի վրա, և իրանց ձայնը լսել կտան քեզ վրա, և կաղաղակեն դառնապես,
եւ հող վեր կածեն իրանց գլուխների վրա, եւ մոխրի մեջ կթավալվեն, եւ իրանց մազերը կածիլեն քո մասին, եւ քուրձեր կհագնեն, եւ քեզ վրա լաց կլինեն դառն հոգով եւ դառն սուքով, եւ իրանց կոծ անելովը ողբ կբարձրացնեն քեզ վրա, եւ ողբ կերքեն քեզ վրա ասելով. ով է Տիրոսի նման, ծովի մեջ բնաջին ջեղածին նման, քո վաճառքները ծովիցը դուրս գալիս շատ ազգեր էիր կշտացնում, քո ապրանքների ու քո առուտուրների շատությունովը հարստացնում էիր երկրի թագավորներին, արդ որ ծովի միջում ջրերի խորերն ես խորտակվել, քո վաճառքներն ու բոլոր բազմությունդ ընկան քո մեջը, կղզիների բոլոր բնակիչները ապշել են քեզ վրա, եւ նրանց թագավորները սաստիկ զարհուրեցան, դողում են նրանց երեսները, ազգերի միջի վաճառականները սուլում են քեզ վրա, դու սոսկում եղար եւ ոչնչացար հավիտյան։